Որն է ջրով մկրտության խորհուրդը։ Մկրտությունը դա գիտակից հավատքի քայլ է։ Իսկ ով կարող է մկրտվել։ Ջրով մկրտությունը մի բան է, որ սահմանել է հենց ինքը Տեր Հիսուս Քրիստոսը։ Քրիստոնյաների համար այո, սա պարտադիր արարողություն է։ Ողջույն։ Շուտով տեղի կունենա ջրով մկրտություն, եւ այդ թեմայի շուրջ ցանկանում եմ մի քանի հարց ուղղել մեր շատ սիրելի հովիվ Արմեն Լյուսյանին։ Եվ առաջին հարցը. արդյոք պարտադիր է ջրով մկրտությունը եւ ո՞րն է դրա խորհուրդը։ Ջրով մկրտությունը քրիստոնեական մեծագույն խորհուրդներից մեկն է, որի պատվերը տվել է հենց Տեր Հիսուս Քրիստոսը։ Սա նշանակում է, որ սա չափազանց լուրջ, կարևոր, հիմքային մի բան է ցանկացած քրիստոնյայի, ցանկացած եկեղեցու համար։ Մենք տեսնում ենք, որ վերջում Տեր Հիսուսը պատվեր է տալիս առաքյալներին, ասելով. «Արդ գնացեք եւ բոլոր ազգերին աշակերտ դարձրեք, նրանց մկրտելով հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու»։ Նաև Մարկոսի ավետարանի 16-րդ գլխի 16-րդ խոսքում Տեր Հիսուսը ասում է, որ ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի, ով որ չհավատաց կդատապարտվի։ Այսինքն ջրով մկրտությունը մի բան է, որ սահմանել է հենց ինքը Տեր Հիսուս Քրիստոսը։ Որն է ջրով մկրտության խորհուրդը։ Ըստ էության սա հոգևոր ակտ է, որը բաղկացած է երկու հիմնական գործողությունից։ Առաջին գործողությունը մենք կարող ենք կոչել թաղում, երկրորդ գործողությունը հարություն։ Ինչ է տեղի ունենում։ Մկրտվողը նախ խորասուզվում է, ընկղմվում է ջրի ավազանի մեջ եւ դա խորհրդանշում է քրիստոնյայի մահը Քրիստոս Հիսուսի հետ։ Դա խորհրդանշում է, որ նրա հին մարդը մահացել է։ Նա ինքը այլևս մահացել է իր հին մեղքերի համար։ Եվ երկրորդ հիմնական գործողությունը դա հարությունն է, երբ որ մկրտվողը ջրի ավազանից դուրս է գալիս, ըստ էության դրանով ցույց տալով, որ ինքը նոր արարած է Հիսուս Քրիստոսի մեջ եւ նա այլևս կենդանի է Աստծո համար։ Հին կյանքը մահացել է, հին մարդը մահացել է, մեղքերի համար ինքը մահացել է, բայց ինքը հիմա հասանելի է Աստծո համար, ինքը ունի անձնական հարաբերություններ Աստծո հետ։ Եվ ջրով մկրտությունը նաև շատ հետաքրքիր ձևով խորհրդանշում է մկրտվողի եւ Տեր Հիսուս Քրիստոսի միաբանությունը, որտեղ առաքյալը ասում է, որ մենք մկրտվեցինք Քրիստոս Հիսուսի մկրտության մեջ, նրա մահվան մեջ եւ նրանով էլ հարություն առանք։ Սա հետաքրքիր մի բան է, որ ջրով մկրտությունը ցույց է տալիս այն, ինչ որ արդեն տեղի է ունեցել մկրտվողի կյանքում, այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել նրա կյանքում, ըստ էության ջրով մկրտությունը դա հավատքի դեմոնստրացիա է։ Մկրտվողը դրանով ի ցույց է դնում իր հավատքը առ Տեր Հիսուս Քրիստոս։ Իսկ պարտադիր է ջրով մկրտությունը թե ոչ։ Ես արդեն ասացի, որ դա սահմանել է Տեր Հիսուսը, սա նշանակում է, որ քրիստոնյաների համար այո, սա պարտադիր արարողություն է։ Իհարկե մենք չենք կարող պնդել, որ ով որ չի հասցրել ջրով մկրտվել, ուրեմն նա փրկված չէ կամ նա չունի հավիտենական կյանք, ոչ։ Փրկությունը, հավիտենական կյանքը հավատքով է, շնորհքով։ Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ փրկված մարդը, հավիտենական կյանք ունեցող մարդը, քրիստոնյա ազնվորությունը, նա պետք է ցույց տա իր հավատքը ջրի մկրտության խորհրդի կատարմամբ։ Իսկ ով կարող է մկրտվել։ Մկրտվելու համար Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ անհրաժեշտ է երկու պայման։ Մկրտությունը դա գիտակից հավատքի քայլ է։ Այսինքն առաջինը մկրտվողը պետք է ունենա հավատք եւ երկրորդը նա պետք է վերապրի ապաշխարություն։ Ինչ է նշանակում հավատք։ Դա ինչ որ ամորֆ մի հավատք չէ, որ մարդը պարզապես հավատում է, որ կա Աստված։ Դա շատ կոնկրետ որոշակի հավատք է, որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց, չարչարվեց, խաչվեց, դրվեց գերեզմանը, բայց երրորդ օրը հարություն առավ, ինչպես որ Հովհաննեսի ավետարան 3:16-ն ասում է, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ երկրորդը ապաշխարության պայմանն է։ Ինչ է նշանակում ապաշխարություն։ Դա հունարեն մետանոյա բառն է, որ նշանակում է նախ առաջինը զղջում մեղքերի համար մեկ, երկրորդը նշանակում է մտափոխություն։ Մտափոխություն, այսինքն մարդը իր մտքի մեջ փոփոխություն է վերապրում։ Աստծո արժեքներն են դառնում իր արժեքները։ Երրորդ նշանակում է շրջադարձ։ Երբ որ մեղավոր մարդը շրջադարձ է կատարում իր մեղավոր կյանքից դեպի Աստծուն եւ որոշում է կայացնում քայլել Քրիստոս Հիսուսի հետևից։ Այսինքն, երբ որ այս երկու պայմանները կան, մարդը ունի հավատք եւ նա վերապրել է ապաշխարություն, ապա նա կարող է ջրով մկրտվել։ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո տվյալ անձը երբ կարող է ջրով մկրտվել։ Սա շատ հետաքրքիր հարց է։ Իհարկե տարբեր եկեղեցիներում
տարբեր պրակտիկա եւ ավանդույթ կա սրա հետ կապված, բայց ինչ ենք մենք տեսնում Սուրբ գրքով։ Ես կուզենամ, որպեսզի մենք առաջնորդվենք Սուրբ գրքով։ Ես ուզում եմ մի դրվագ ընթերցել Գործ առաքելոցից, 2-րդ գլուխ 38 խոսքից։ Գիտեք, Պետրոս առաքյալը այդ օրը քարոզ է տալիս բազմահազարանոց լսարանին Երուսաղեմում, եւ գիտեք, շատերը լսելով այդ քարոզը իրականում իրանց սրտում դարձ են վերապրում։ Եվ հարց է եղվում, իսկ հիմա մենք ինչ անենք, եղբայրներ։ Եվ Պետրոսը տալիս է այդ հարցի պատասխանը։ Նա ասում է. «Ապաշխարեցեք եւ ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար»։ Եվ շարունակությունը մենք տեսնում ենք, որ ովքեր որ հոժարությամբ ընդունեցին խոսքը, նաեւ մկրտվեցին։ Գիտեք, իրականում երբ կարող է քրիստոնյան մկրտվել։ Սուրբ գրքում մենք տեսնում ենք, որ այս նույն օրը Պետրոսի քարոզից հետո ովքեր որ խոսքը ընդունեցին եւ դարձ վերապրեցին, նույն օրը 3000-ի չափ մկրտություն վերապրեց եւ միացավ եկեղեցուն։ Պարզվում է, որ փաստորեն շատ երկար ժամանակ պետք չի, որ անձնավորությունը նաեւ ջրով մկրտվի։ Մեկ ուրիշ դրվագել ենք տեսնում, թե ինչպես առաքյալներից Փիլիպոսը նա նկատում է մի անձնավորության, որ կառքի մեջ նստած էր եւ նա Եթովպիայի կանթակաթակուհու ներքինին էր, բավականին ազդեցիկ հեղինակավոր անձնավորություն։ Եվ նա ինչ որ բաներ կարդում, Փիլիպոսը հարցնում է նրան, ինչ որ կարդում ես, հասկանում ես։ Եվ նա պատասխանում է. եթե մեկը չբացատրի, դժվար թե հասկանամ։ Եվ նա կարդում էր Եսայի մարգարեությունը։ Եվ գիտեք ինչ որ մի պահի, երբ որ նրանք ընթանում էին, ներքինին Փիլիպոսին հարցնում է, ասում է. ինչ է հիմա, ահա այնտեղ ջուր կա, ինչն է ինձ խանգարում, որպեսզի ես ջրով մկրտվեմ։ Եվ Փիլիպոսը ասում է նրան. արդյոք հավատում ես քո սրտում։ Նա ասում է հավատում եմ, ասում է ոչինչ չի խանգարում քեզ, եւ հենց նույն պահին Փիլիպոսը նրան մկրտում է ջրով։ Այսինքն գիտեք ինչ, կախված է ամեն ինչ նրանից, թե անձը որքանով է պատրաստ ջրով մկրտությանը։ Նախ առաջին հերթին պետք է մեղքի գիտակցություն լինի։ Այսինքն այնպիսի տարիքի լինի անձնավորությունը, որ նա ունենա այդ մեղքի գիտակցությունը, որ նա հասկանա, որ ինքը կարիք ունի ապաշխարելու իր մեղքերից։ Երկրորդը նրա սրտում պետք է այդ կենթանի հավատքը լինի առ Հիսուս Քրիստոս, թե ինչ է նա արել խաչի վրա, եւ դրանից հետո ըստ էության ոչ մի արգելք չկա, որ այդ անձնավորությունը ջրով մկրտվի։ Եվ մեկ էլ բավականաչափ ջուր է հարկավոր, ջրի ավազան, որպեսզի այդ խորհրդակատարությունը հնարավոր լինի անել։ Իսկ ով կարող է մկրտել եւ ինչ պայմաններում։ Գիտեք, համընդհանուր քրիստոնեական ավանդության մեջ եկեղեցիներում մենք տեսնում ենք, որ մկրտել կարող է եկեղեցու ձեռնադրված սպասավորը։ Կլինի երեց, կլինի հովիվ, քահանա կամ որևէ այլ կերպ կկոչվի այդ ծառայողը, դա չի էականը։ Կարևորը, որ եկեղեցու ձեռնադրված սպասավոր լինի, ով ունի եկեղեցուց այդ լիազորությունը հավատացյալ մարդկանց ջրով մկրտելու։ Երկրորդը ինչ պայմաններում, ահա, մենք անդրադարձանք դրան, որ ջրի ավազան պետք է լինի։ Երեք կան եկեղեցիներ, որ ունեն իրենց մկրտարանները, իրենց ավազանները։ Բայց մենք ինչ ենք տեսնում Գործ առաքելոցում, որ մկրտվողների համար բավական էր, որ լինել մի այնպիսի վայր, որտեղ բավականաչափ ջուր կա։ Դա կարող է գետ լինել, դա կարող է լիճ լինել, ի վերջո ծով լինել, լողավազան կարող է լինել պարզապես, որտեղ որ անձը կարող է խորասուզվել, ընկղմվել մկրտության համար, որովհետև հունարեն բապտիզո բառն է մկրտությունը, որը նշանակում է ինչ որ մի բան, ինչ որ մի մարմին թաթախել, խորասուզել, ընկղմվել որևէ հեղուկի մեջ։ Մկրտության պարագայում դա նշանակում է, որ մկրտվողը պետք է խորասուզվի, ընկղմվի ջրի մեջ, որը խորհրդանշում է իր մահը, հին մարդու մահը, եւ այնտեղից այդ խորասուզված վիճակից ջրի մեջից հետո դուրս գա, որը խորհրդանշում է իր հարությունը Քրիստոս Հիսուսում։ Շնորհակալ ենք շատ Վարդան։ Դե ինչ, եթե դեռ ջրով չեք մկրտվել, ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 29-ին եւ 30-ին տեղի կունենա ջրով մկրտություն։ Բոլոր մանրամասները կգտնեք այս տեսանյութի տեքստային բաժնում։ Աշխարհի ցանկացած երկրից նվիրատվություն կատարելու համար այցելեք volarm.org կայք։ Աջակցել բաժին։ Ընտրեք արժույթը, նշեք գումարի չափը, սեղմեք շարունակել։ Լրացրեք բանկային քարտի պահանջվող տվյալները, հաստատեք փոխանցումը։ Հայաստանի տարածքում ձեր բջջային հավելվածի միջոցով գումարը կարող եք փոխանցել Ամերիա բանկում գործող հաշվեհամարին, նշելով ստացող կյանքի խոսք եկեղեցի նպատակ նվիրատվություն։
Փոխանցում կատարելու մեկ այլ հասանելի եւ հեշտ միջոց է վճարային տերմինալը։ Անհրաժեշտ է բացել Ամերիա բանկի պատուհանը, նշել եկեղեցու հաշվեհամարը եւ մուտքագրել գումարը։ Աստված առատապես օրհնի ձեր զոհը։